Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, Civic-ի տաղավարում այսօր հյուրընկալել ենք ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Ալխազ Ղազարյանին։ Բարև ձեզ Տիկին Ղազարյան։ Բարև ձեզ։ Շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ Սրբազանը մի ուշագրավ հայտարարություն է արել, որ Կտրիչ Ներսիսյանը 2018 թվականին ֆիքսում ենք ժամանակահատվածը հունիս ամսին, այսինքն հեղափոխությունից ուղիղ 1 ամիս հետո հայ եկեղեցին Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի հայոց թեմի կանոնադրությունը գրանցել է իբրև հայ առաքելական ուղղափառ եկեղեցի։ Իսկ խնդրեմ ձեր մեկնաբանությունը։ Շնորհակալ եմ շատ հարցի համար, իրապես շատ շոկային հայտարարություններ, ոչ այսպես ասած մի պահ չէր հասկանում ինչա կատարվել իրականում, բայց երբ որ սկսում ես ավելի դանդաղ դեպքերին հերթականությամբ նայել, հասկանում ես, որ ինչքան երկար ժամանակ են մարդիկ աշխատել այլ երկրի կազմակերպությունների հետ, եւ որ հասկանալով արդեն որ 2018 թվականի հեղափոխությունը ինչպիսի ժողովրդավարական կարգեր է հաստատելու, սկսել են գործընթացը արդեն այլ ուղղությամբ տանել։ Ցավում եմ, Գևորգ Սրբազանն էլ նշեց, որ այսքան տարիներ մենք անընդհատ մեր դավանանքի ինքնությամբ ենք զբաղվել եւ դարեր շարունակ փորձել ենք դա պահել, ընդհանրապես ոչ մի խնդիր չունենալով այլ դավանանքների հետ, բայց այնուամենայնիվ հայաստանյաց առաքելական եկեղեցին պետք է պահի իր դավանանքը եւ իր ինքնությունը, այնուամենայնիվ գտնվել են մարդիկ, որոնք որևէ ժողով չանցկացնելով, որևէ նիստ չհրավիրելով, իսկ ոչ մեկին գաղտնիք չէ, որ այսքան տարիների ընթացքում ոչ մի անգամ ազգային եկեղեցական ժողով չի հրավիրվել եւ որևէ որոշում այդտեղ չի կայացվել, այսինքն միազնավորոշում է կայացվել անվան մեջ փոփոխություն կատարելու, ինչը որ կարծում եմ լրիվ հիմք է հանդիսանում ամեն կերպով իրեն կարգալուց հռչակելու։ Խոսենք նաև ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի Ռուսաստանի Դաշնություն կատարած այցի մասին, նա այնտեղ հանդիպել է ռուս լրագրողների հետ, որոնք շատ այսպես սուր հարցեր են տվել, քննադատողական հարցեր են տվել։ Նմանություն չեք գտնում ռուս լրագրողների եւ մեր ընդդիմադիրների խոսույթի միջև։ Ես նույնը կասեի, կարծես նույն ինչ որ միտեղ լինենք, ուղղակի մեր ընդդիմադիր լրատվականները կամ ընդդիմախոսները հարցերը ուղղեին ռուսերեն լեզվով, գրեթե նույն ուղիղ կիսն էի տեսնում, այսինքն այստեղ բայց մի բանն էր ուշագրավ, որ հենց ուղիղ ասում էին այն, ինչ ուզում էին միանգամից, այսպես ասած, դաշնետեին ու խոսակցություն բացեին, ինչը իրականում շատ տհաճ էր կողքից նայելու համար, որովհետև նման բան իրականության մեջ գոյություն չունեն, ինչ որ ասում էին այնտեղի լրագրողները, բայց Ալեն Սիմոնյանը ճիշտ ու շատ տեղին պատասխաններ հնչեցրեց, կարծես ընդդիմադիրները հարց ուղեին ուղղակի ռուսերեն լեզվով եւ պատասխանը հնչեր ռուսերեն լեզվով։ Ազգային ժողովի նախագահի այցի ֆոնին Ռուսաստանի Դաշնությունում մեր դեսպանատան դիմաց ինչ որ մարդիկ բողոքի ակցիա են իրականացրել, իբրև թե ի պաշտպանություն հայ առաքելական եկեղեցու, որքանով որ նայում ենք տեսանյութերը, շատերը նույնիսկ հայերեն խոսել չգիտեին, բայց ի պաշտպանություն եկեղեցու ինչ որ հայտարարություններ էին անում, որն է ձեզ սրա նպատակը։ Դե գիտեք, ընդհանուր առմամբ միշտ ուզում եմ ֆոն ստեղծեմ, որ պայքարը իշխանության եւ եկեղեցու միջև է, բայց իրականում մենք միշտ ենք ասել, սա եկեղեցու համար պայքար է, հանուն եկեղեցու պայքար է, այն ինչ որ մենք ուզում ենք անել, այսինքն այն բարենորոգման ծրագիրը, որ ուզում ենք կյանքի կոչել, դա միտված է մեր եկեղեցին մաքրելու եւ իրապես հայաստանյաց առաքելական եկեղեցին իր հավատավոր հոտին վերադարձնելու քայլ։ Եվ ես այստեղ մի ուշագրավ բան պետք է ասեմ, ես ինքս կողքից նայելով են եկեղեցականները, են հոգևորականները բարձրաստիճան, ովքեր տարիներ շարունակ ծառայել են եկեղեցուն այս կամ այն կերպ, ոնց են կարողանում այս ամեն ինչին կողքից նայել ու դեռ մնալ Գարեգինի կողքին։ Ես ուղղակի կարծում եմ, որ այդ դեպքում այդ մարդիկ էլ չեն ծառայում եկեղեցուն եւ Աստծուն, որովհետեւ այդ դեպքում ծառայելու դեպքում այս ամեն ինչը տեսնելով թեկուզ այս վերջին ուշագրավ փաստերի ի հայտ գալով հանդերձ, չնայած կարծում եմ այս ամենի մասին իրենք բոլորն էլ տեղյակ են եղել, աչք փակել, սրբապղծությունից սկսած միջև կանոնական կարգերի խափանումը եւ այդ ամեն ինչով հանդերձ մնալ այսպես իներտ, ես դա չեմ ընդունում եւ դա դավաճանություն եմ համարում հենց եկեղեցու հանդեպ։ Իդեպ վերջերս իմացանք, որ այն քահանաները, որոնք միացել են բարենորոգման խորհրդին, նրանց 80-ից 100,000 աշխատավարձը, որը մայրաթորներ տալիս, հանել են եւ չեն տալիս այլևս այդ մարդկանց։ Դե բնական է, այնտեղ այն քայլերը, որ մայրաթորները այս ընթացքում անում է լույսի արագությամբ կարգալուծանելը եւ բանը, բնական է դա այդ քայլին էլ ենք հասնում եւ ես կարծում եմ այս բարենորոգման ծրագիրը, որ կյանքի կոչվելու է միևնույն ժամանակ, ինչը որ ընթացքի մեջ է, հասնելու ենք նրան, որ ֆինանսական թափանցելիություն էլ
ունենա եկեղեցին, որպեսզի կարողանան այդտեղ մարդիկ բոլորը հավասարին օգտվեն այն բոլոր արտոնություններից, ոնց որ ունեն բոլորը, ոչ թե լինի միշտ այնպես ինչպես եղել է, այսինքն լինեն արտոնյաներ, լինեն այսպես միլիոնատերներ եւ լինեն շատ այսպես օրվա աշխատանքով հաց վաստակող քահանաներ, ինչը որ անընդունելի էր եւ ինչը ակնհայտ էր բոլորս էինք դա տեսնում, ես միշտ եմ հետաքրքրվել, ես ելի եմ տաղավարում, կարծեմ հենց այս տաղավարում հնչեցրել, որ Բագրատ Սրբազանի այդ շարժում ասվածը, Սրբազան շարժում ասվածը Բագրատի բաներ, երբ որ սկսեց, որոշեցի հետաքրքրվել, լավ եկեղեցականները, ովքեր իրենց կողքին են, արդյոք իրենց կապքով են դուրս եկել այդ պայքարին եւ ինչ են պահանջում, լավ ֆինանսական առումով ինչ խնդիրներ ունեն, սոցիալական եւ այլն, հասկացա, որ բավականին մեծ հատված կա, որ ոչ մի սոցիալական աջակցություն չունի, որևէ նորմալ գումար չի աշխատում, այսպես շատ խեղճ վիճակում են, այսպես ասած, ապրում։ Իդեպ Բագրատ Գալստանյանի քաղաքականություն մուտք գործելու հետ կապված արդեն քանի հոգևորական եպիսկոպոսներ բարձրաստիճան ասեցին, որ 24-ից 20-ը դեմ են եղել, որ նա գնա քաղաքականության մեջ մտնի, բայց Կտրիշ Ներսիսյանը կարծեք թե օրհնել է կանոնից է տվել այդ ինքը ասաց, որ Կտրիշ Ներսիսյանը օրհնել է, ու այնտեղ էլի տարբեր կարծիքներ էին հնչում, թե ինչի համար է նա դա արել, ինչն է եղել նպատակը եւ այլն, բայց ես կարծում եմ ամեն ինչ ավելի հեռվից է գալիս, ոչ միայն Կտրիչի որոշումն է եղել, այլ վերևից իր եղբորով, այլ երկրով, այսպես ուղղորդել են այս մարդուն զբաղվել այդ քայլերը իրականացնել։ Հետո դաշտ կնետեին մեկ այլ ուրիշին, հետո դաշտ կնետեին մեկ այլ ուրիշին, այսինքն հերթականությամբ այդ ուղղությունը զարգացնելու էին ավանդական ընդդիմության հետ միասին։ Որքանով որ ես տեսնում եմ վարչապետի հետ դուք կարծեմ թե բոլոր կիրակիներին մասնակցում եք պատարակներին, հա, արդեն տարբեր համայնքներում եղել եք, բնակիչները ոնց են ընդունում այս ամենը, հա, տեղացիների մասին է խոսքը։ Շատ ուրախանում են ու ես ասեմ, որ այս պատարակներին մասնակցելը մարդկանց մոտ իրոք դեպի եկեղեցի շրջվելու քայլ եղավ, բացի նրանից, որ գալիս են եկեղեցի, նաև վարչապետի հետ հանդիպելու տեղ է առիթ է, չնայած պետք է ասեմ, որ վարչապետն ամենահասանելի մեր պաշտոնյաներից է, ամենտեղ կարելի է իր հետ հանդիպել, զրուցել, խոսել, հանդիպում ուզել, հանդիպել եւ այլն, բայց այնուամենայնիվ եկեղեցի էլ պատարակել միշտ տեղացի շատ մարդիկ են գալիս ու շատ հաճելի է շփվել, ես էլ սիրում եմ մարդկանց հետ շփվել, ինչ ասեմ, ես էլ եմ շատ հավեսով, հետո եկեղեցու բակում մնում, շփվում տեղացիների հետ եւ միշտ հիշում եմ վարչապետն էլ այդ մասին կարճ տեսալովակ կարծեմ ունի, ասաց, որ մի 70 անց տեկին իրեն ասել է, որ առաջին անգամ է պատարակի մասնակցում ու միշտ ասում եմ, սա մեր բացը չի, սա եկեղեցու բացն է, քանի որ եկեղեցականները ինչպես տեսանք տարիներ շարունակ իրեն քաղաքական ուղղվածություն են ունեցել, նրանք կարծես կուսակցություն ա եղել Կտրիշ Ներսիսյանը կուսակցության ղեկավար, ոչ թե եկեղեցու կաթողիկոս, ինչպեսի ամենայն հայոց կաթողիկոս, ինչպես ինքն իրեն հռչակում, այսօր այս օրը չենք ունենա եւ այդքան աղանդներ չենք ունենա, այդքան աղանդ ասած կրոնական կազմակերպություններ չենք ունենա Հայաստանում, ինչը որ բացն է եկեղեցու նորմալ գործունեություն չծավալելուն, վարչապետը էլի մի անգամ իր խոսքում նշել էր, նույնիսկ ունենք եկեղեցիներ, որտեղ երջախմբեր չկան, ինչը վկայում են մասին, որ պատարակներ չեն մատուցում այդ եկեղեցիներում։ Խոսենք նաև ներքաղաքական իրադարձությունների մասին, վերջերս Ռոբերտ Քոչարյանը ասուլիս էր տվել եւ հայտարարել, որ բացառիկ իրավիճակ ընդդիմության համար կա բավականին լայն դաշտ թեզերի սինխրոնացման եւ հնարավոր է ձևավորել խոշոր նախընտրական բլոկներ, քանի որ ֆունդամենտալ հարցերի շուրջ կարծիքը նույնական է։ Սակայն օրերս նաև ճեպազրույց է տվել Սերժ Սարգսյանը եւ ասել, որ ընտրություններին ընդդիմության միասնական ճակատով հանդես գալու հետ կապված ցանկություն ես ունեմ, բայց իրադարձությունները ցույց են տալիս, որ ընդդիմության միավորվելը շատ բարդ խնդիր է եւ խոսքը չի գնում մի ցուցակով գնալու մասին։ Խնդրեմ ձեր մեկնաբանությունը։ Շատ լավ։ Այս ամենը լսելուց հետո միանգամից ասոցիացիա է գալիս Գյումրու ընտրությունները, երբ որ հիշում եք Մարտունը Գրիգորյան նույն Սերժ Սարգսյանի հնարողույց հայտարարում էր, որ ոչ մի կերպ չի միանալու Վարդան Ղուկասյանի հետ եւ այսպես անընդհատ խնդիրներ էր առաջացնում, այնպիսի տպավորություն է ստեղծում, որ ինչ գնով է լինի, ինքը իր ձայները պահելու է եւ այդ միջոցով ինքը կարողացավ ձայներ հավաքել, իրեն նայել են ալտերնատիվ հակառակ կողմը Վարդանիկի, բայց արդյունքները ինչ ցույց տվեցին, վերջին րոպեին նրանք միավորվեցին։ Ես այս նույն ասոցիացիան եմ զգում հենց այս պահին, Քոչարյանը բաց է կոալիցիա կազմելու, որովհետև նրանց այն ֆունդամենտալ հարցը, որը իրենք նշում էին, հիշում եք 4 տարի անընդհատ մեզ իշխանությունից զրկելն էր եւ այլն, իմպիչմենտի անընդհատ ամենտարյա գործընթացները, փողոցային պայքարային փորձում գեներացնել եւ այլն, նրանց նպատակը ընդհանուր դա է եղել։ Ես կարծում եմ հիմա էլ է դա
լինելու, բայց քանի որ նրանց արդեն դա չի հաջողվել, ժողովուրդն էլ է տեսնում, թե ինչքան թույլ եւ չընդունված, իրենք չեն էլ ընդունվել որևէ ժամանակ, բայց հիմա առավել քան թույլ են, հիմա փորձում են այսպես միավորված ճակատովի հայտ կան, ինչքան էլ փորձեն հիմա հերքել մեկը մյուսի հետ կապերը, ես կարծում եմ նրանք ամեն դեպքում բոլորը միասին են գործում։ Խոսենք նաև մեր ձևովի համակարգող Նարեկ Կարապետյանի մի հայտարարության մասին, նա հրապարակել էր Էմպիրիկա սոցիոլոգիական ինչ-որ ընկերության իրականացրած հարցման թվեր, որով թե ում կընտրեն քաղաքացիները Նիկոլ Փաշինյանին, թե Սամվել Կարապետյանին, եւ Սամվել Կարապետյանի օգտին 34% էր եղել, Նիկոլ Փաշինյանի օգտին 33%։ Ինչ կասեք այս մասին։ Այնքան անընդհատ այս շարժման մասին խոսելուց ժպիտ է գալիս, որովհետև այնպեսի անիրական թեզեր են առաջ բերում, կարծես հեքիաթասացների կուսակցություն լինեն, ոչ թե ինչ-որ դոր քաղաքական կուսակցություն, այսպես հայտնվել են քաղաքական դաշտում ու այսպես հեքիաթների շարքով, թե տնտեսական ոլորտին վերաբերելի, թե հիմա այս սոցիոլոգիական հարցումներին վերաբերելի թվեր են հրճակում։ Նախ սոցիոլոգիական հարցումների մասով ասեմ, որ 21 թվականին էլ ոմանք սոցիոլոգիական այնպեսի հարցումների թվանշաններ էին նկարում, արդյոք տեսնում զարմանում են, բայց արդյունքները լրիվ այլն եղան, այնպես որ ես իրենց վերած այդ սոցիալական հարցումները ընդհանրապես հիմք չէի ընդունի ու խորտ կտամ որևէ մեկը հիմք չընդունի։ Իսկ ինչ վերաբերվում է այն ամբողջ process-ին, որ իրականացնում են, փորձում են ցույց տան, որ իրենք այսպես տարբեր տեսահոլովակներ են նկատում, շատ հետաքրքիր գեղեցիկ նկատ, ինչ խոսք գումար ունեն իրենց PR-ը ապահովելու համար, բայց այնքան հեքիաթի նմանվող տեսանյութեր են, որովհետև հանրությունը գիտի ինչ է կատարվում իրականում։ Ժողովուրդ ջան, հեծ են կառավարել տվել ձեզ, հեծի կառավարումը մենակ 6 խախտումով, այդ 6 խախտումները իրար կողք որ դնում եք, գիտեք ինչի մասին է վկայում, վկայում է, որ յուրաքանչյուրի գրպանից եք թալանել, որ այդ բարեգործությունն այս փողերը հիմա PR-ի մեջ եք դրել։ Այս ամեն ինչը ժողովուրդը տեսել է, մենք դա բացահայտ ասում ենք, էլ հավելագրումներ ա եղել յուրաքանչյուրից, թե ֆիզիկական անձանցից, թե ԱԾՆ-ից եւ իրավաբանական անձանցից, թե ամեն տեսակի բաներ ու հիմա եկել եք այսպես բարի ֆոնի տակ, ասում եք մենք 300 աշխատատեղ կստեղծենք, 300,000 ներողություն աշխատատեղ կստեղծենք, շատ լավ, մեր թվանշանները, որ նայում եք, որոնք որ իրական են 300,000 աշխատատեղ մենք արդեն ստեղծել ենք, այնպես որ մենք աշխատում ենք հաջորդ 300,000 աշխատատեղերի ստեղծման համար, կամ ասենք որ նշում են ինչ որ բաներ կառուցելու, հարկերից ազատելու, դեղերի խնդրում եմ, այո, հարկերից ազատելու եւ այլնի վերաբերյալ, քանի անգամ Բաբկեն Թունյանը մեր տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահն ասել է, շատ լավ, եթե նման հայտարարություն եք անում, ես ոչ մի խնդիր չունեմ, եկեք նստենք, տեսնենք դա ոնց եք դուք փորձում իրականացնել դեղերի ներմուծման գների վերաբերյալ այն խոսում ու այստեղ զարմացնող է այն փաստը, որ ոչ մի տնտեսագիտական ինչ-որ կազմակերպություն կամ տնտեսագետներ ակնառոտ չեն ասում, լավ, էսի չեք խոսում, էլի, հետաքրքիր որ լռում են ու լուր հետևում են այդ ամեն ինչին, եթե իշխանական որևէ մեկը այդպիսի հայտարարություններ աներ, դուք պատկերացնում եք այսօր սոցիալական ցանցերը հեղեղված կլինեին այդ փաստերը հատիկ ցուցադրելու գործունեությամբ, բայց ինչ է ուզում ասել ամենակնառուն Երևանի կենտրոնում կրկեսի շենքը 14 տարի մարդիկ մի կրկեսի շենք չեն սարքել, խնդրում եմ, հիմա ինչ ուզում է խոսան։ Փաստը լրիվ այլ բան է հապացուցում։ Իրենց դպրոցները, որ կառուցել էին, շինարարական որակը մենք տեսանք։ Ես ասում եմ մեր գյուղում ես չգիտեմ այն ժամանակ կոնկրետ չեմ հետաքրքրվել ինչ ֆինանսավորմամբ է կառուցվել 16-17 թվականին կառուցվեց դպրոցը նոր, բայց այնպիսի սեյսմիկ խնդիրներ ուներ, որ ավարտական ակտը այդպես էլ չէր տրվել մինչև վերջերս, մենք նորից վերակառուցել ենք այդ դպրոցը։ Սա էր։ Եվ իրենք դեռ դժգոհում էին, թե շինարարության ծավալների հետ կապված թանկացել է եւ այլն եւ այլն։ Ոչ, բնականաբար էլի եմ ասում, ինչքան ուզում է լավ PR անեն, դրսից բերած մարդկանցով իրենց PR գործունեությունը ծավալեն, որը որ Հայաստանի հետ կապ չունեն, ամբողջ խնդրեմը հենց դրանում է, որ Հայաստանում փորձում են քաղաքական միտք գեներացնել մարդիկ, ովքեր Հայաստանի հետ ընդհանրապես կապ չունեն։ Իսկ առհասարակ ինչ սպասել նրանցից։ Նրանք դեռ չեն ասում իրենց տեխնացուի անունը, թե խոստացել են օրերս պետք է ասեն, կա ինչ-որ մեկը, որ դուք ենթադրում եք, որ հնարավոր է լինի նրանց տեխնացու։ Գիտեք, ես քան որ լուրջ չեմ ընդունում, ես կարծում եմ նաև ընդհանուր Հայաստանում ոչ մեկ իրենց այսպես ծանրակշիռ քաղաքական գործունեություն ծավալող կուսակցություն, այսպես ասած, լուրջ չի ընդունում, այդ իսկ պատճառով չենք էլ այսպես կոնկրետ ուշադրություն չեմ էլ դարձնում, փորձում եմ այսպես կողքից դիտարկել ինչ են անում, հետաքրքիր է ամեն դեպքում ինչ որ անում են, փող են ծախսում, ինչու ոչ, թող շարունակեն ծախսել։
Իսկ առհասարակ այս ճոռում ականջահաճո առաջին հայացքից թվացող հայտարարություններին հավատացող մարդ մեր երկրում կա։ Հաշվի առնելով ներողություն հաշվի առնելով, որ իր հայրը, հենց նույն Նարեկ Կարապետյանի հայրը երկար տարիներ եղել է Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին, նրա աշխատակազմի ղեկավարը, խմբակցության ղեկավարը իշխող ուժի հորեղբայրն էլ դե իբրև թե բարեգործություն է արել, ինչ որ օբյեկտներ է ղեկավարել եւ այլն եւ այլն։ Դե տեսեք, հենց այդ մասն եմ ասում, որ այն ամեն ինչը ինչի մասին իրենք խոսում են, ընդհանրապես իրականության հետ կապ չունի, որովհետեւ այո, երբ որ ասում են մենք առանձին ենք գործում, մենք նոր ուժ ենք, Կարապետյան նոր ուժ է հայտնվել դաշտում, իրականում իրանք ավելի քան մաշված ու ավելի քան հին են, քան մնացածը։ Երբ որ իրենք ասում են, որ ես ենք անում ենք մեր աչքի դեմ ունենում ենք հեցի փաստերը, օրինակը, վառ ապացույցն է, իրենց կառավարման վառ ապացույցն է, երբ որ հեցը լինելով Հայաստանի Հանրապետությունում ռազմավարական կառույց, իրենք օգտագործել են բացառապես իրենց ու իրենց մերձավորների բիզնեսները զարգացնելու համար։ Մենք տեսանք, որ վարկեր են վերցրել մեծ գումարներ եւ տվել են առանց փոխառության իրենց փոխկապակցված կազմակերպությունների։ Մենք տեսել ենք, որ յուրաքանչյուր Հայաստանի Հանրապետության քաղաքացուց հավելագրումներ են իրականացնել եւ այդ փողերը ուղղել են իրենց բիզնեսների զարգացմանը։ Մենք տեսել ենք կրկեսի 14 տարի չկառուցված շենքը։ Ինչի մասն ենք խոսում հիմա։ Խոսենք նաև Սամվել Կարապետյանի որդու վերջին աղմկոտ հայտարարության մասին։ Դուք որպես հայկին խնդրեմ ասեք, թե առհասարակ կարելի է նման հայտարարություններ, առավել ևս դուք գնում եք մուտք եք գործում մեծ քաղաքականություն, ինչպես կարելի է տեսակ բավազ դերս։ Ես իրականում առաջին օրը երբ աչքս ընկավ, որ հատկապես Սամվել Կարապետյանի որդին է նման հայտարարություն անում, ակնհայտ էր, որ շատ վիրավորական էր, որովհետեւ իրեն հարգողքին այսպես ասած այդ հայտարարությունից ինչքան էր իրենք փորձում, բայց հետաքրքիրն էր, որ գոնե դրանից հետո հասկանային ու ներողություն խնդրեին, գուցե մի ինչ որ ձևով թեթևացներ այդ ամեն ինչը։ Ես զարմացած էի մնացել, որ դրանից հետո որևէ ներողություն խնդրելու ակնարկ նույնիսկ չհնչեց եւ սա ուղիղ հարգանք է հայ ընտանիքի, հայ կնոջ, հայ քրոջ, մոր եւ այլնի հանդեպ։ Ես կարծում եմ, որ այս մարդիկ նաեւ մշակութային այդ ավանդական առումով են կտրված հայ լինելուց։ Ոչ միայն ներողություն չխնդրեց, փորձեց իբրև թե հերքել եւ այլն, բայց տեսանք, որ այնտեղ զղջման որևէ բան չկար։ Ոչ մի նշույլ չկար, այո։ Շնորհակալություն։ Ձեզ իմ շնորհակալ։ Հիշեցնեմ, որ մենք զրուցում էինք Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Ալխազ Ղազարյանի հետ։ Հավանիշ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար